Այսպիսի մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Որոշում, որը փոխում է բանակի ներքին կյանքը, ինչով էին զբաղվում դնդերեցները զորամասերում և ինչպես է փոխվելու զինվորի առօրյան նրանց հեռանալուց հետո։ Եպիսկոպոսած ժողովից առաջ քրեական մեղադրանքներ Մայրաթորի հոգևորականների նկատմամբ, ինչի համար են մեղադրում հոգևորականներին և կկայանա արդյոք սպասված ժողովը։ Ինչ որոշում ունի դատարանը Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցի վերաբերյալ։ Դատան արձանագրում է, որ այդ տեղեկությունը առնվազն ընթերցողի համալնկալելի չէ այնքանով, որքանով որ տեղեկությունը ընդհանրական չէ։ Երբ պլանշետը դառնում է թակարդ, օնլայն խաղեր, կախվածություն և զեղծարարներ, ինչ վտանգի մեջ են երեխաները։ Եվ Թրամփը կոչ է արել ձերբակալել Բարակ Օբամային, այնուհետև խոսել Կանադային, Վենեսուելային և Գրենլանդիային տիրանալու մասին։ Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Փաշինյանի այց Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք մեծ զրույցում հաստատել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույնպես հաստատել են Ալիևի մասնակցությունը արարողությանը։ Մինչ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կստանան մարդկային եղբայրության մրցանակը, Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս, այսինքն մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունը, բացառապես այն պայմանով, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չլինեն։ Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի օրենսդրությամբ հայրենական պատերազմ է համարվում, ուստի խաղաղության պայմանագրի հաստատման համար անհրաժեշտ է Միլի Մեջլիսի համաձայնությունը։ Նույն Միլի Մեջլիսը այսօր քննարկել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները հեռացնելու հարցը։ Նորացված տարբերակում միայն նշված է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասն է։ Հիշեցնեմ, որ Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերով ԽՍՀՄ-ն ու Թուրքիան պայմանավորվել են Նախիջևանը ինքնավար տարածքի կարգավիճակով հանձնել Ադրբեջանի հովանավորությանը, բայց ոչ իբրև անբաժանելի մաս։ Պայմանագրով իհարկե նախատեսվում է, որ Ադրբեջանը չունի այդ տարածքը որևէ երրորդ երկրի հանձնելու իրավունք։ Զուգահեռ Հայաստանում դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդե Հովսեփյանի և Հայաստանի ԿԳՄՍ նախարարության։ Շահրամանյանը պահանջում էր Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը որպես ԼՂՀ նախագահ ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր։ Դատարանը կարևորում է նշել, որ հայցվոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բացթողում հայցադյումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն առկա է։ Այսինքն դատարանն արձանագրում է, որ այդ տեղեկությունը առնվազն ընթերցողի համալնկալելի չէ այնքանով, որքանով որ տեղեկությունը ընդհանրական չէ։ Պատմության շուրջ դատական գործընթացներից հետո նոր իրավական զարգացումներ են արձանագրվում նաև հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայրաթորի 6 եպիսկոպոսներ և 1 քահանա։ Նրանց մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերվում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը կարգալույց հռչակվեց վեհափառի տնօրինությամբ։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ այս գործընթացը կազմակերպվել է կանխամտածված եպիսկոպոսած ժողովին ընդառաջ այն խոչընդոտելու նպատակով։ Նոր խոչընդոտներ եպիսկոպոսած ժողովին ընդառաջ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ժողովի մասնակից 6 եպիսկոպոսների դեմ։ Դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով։ Հանգստյան օրերին 6 սրբազաններն ու ժողովի քարտուղարական աշխատանքները համակարգող քահանան Տեր Մովսեսն անցկացրել են քննչական կոմիտեում։ Հոգևորականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու որոշումը։ Այս քայլը հակաիրավական ապօրինի քայլ է եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը ուղիղ միջամտություն է իրականացնում եկեղեցու ներքին գործերին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է, քննչական կոմիտեն կատարում է իշխանության հրահանգները։ Նրանց նպատակն է խոչընդոտել Ավստրիայում սպասվող եպիսկոպոսատ ժողովի կազմակերպումը։
Այստեղ ողբերգություն չլիներ, ցույց ավելի կլիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանի եւ իր կցորդ հանդիսացող իրավապահ համակարգի գործողությունները ուղղակի արդեն անընդունելի են բոլոր առումներով, արդեն նույնիսկ չեն էլ կարևորում, որ գոնե իրավական շղարշփահեն իրենց գործողություններից, կն ամբողջովին կոլեկտիվություններով համեմված գործողություններ են անում չթաքցնելով։ Ստեղծված իրավիճակում օրհասական է եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Մայրաթոռը տրամադրված չէ չեղյալ հայտարարել ժողովը, բայց ինչ ֆորմատով կկայանա այն մայրաթոռը դեռ չունի հստակ որոշում։ Եկեղեցու բնականon կյանքի խոչընդոտում է սա, կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվել եւ դրան խոչընդոտել է։ Ամեն ինչ արվում է, որ մայրաթոռի բնական կյանքը, բնականon կյանքը խոչընդոտվի։ Վաղը Նիկոլ Փաշինյանը քնից կարտանա, մի հրաման կարձակի, որ օրինակ ասենք եկեղեցականները այդ այսու ինտերնետ կապ պիտի չօգտագործեն, եւ ասենք on-line էլ չեն կարող ժողովը գումարենք։ Ըստ Հայաստանի մայրօրենքի իշխանության գործողություններն ապօրինի են, ասում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Սահմանադրությամբ էլ եկեղեցու ներքին գործերին պետությունը խառնվելու իրավունք չունի։ Այնտեղ հանցագործություն չի կատարվել, չի եղել քրեորեն հետապնդելի որևէ արարք, որ կսպառնա անձի կյանքին, անվտանգությանը, գույքին եւ այլն։ Սա կրոնական հոգեվոր ուխտով իրար հետ կապված հոգեվոր միաբանության գործն է եւ պետության միջամտությունը այդտեղ անթույլատրելի է եւ հանցավոր է։ Հոգևոր գերագույն խորհրդի անդամ սրբազանները տեղի ունեցածը զավեշտ են համարում։ Պատահական էր սրբազանների դեմ հարուցված վարույթը հենց այս ժամանակահատվածում։ Հովնան սրբազանն այդպես չի կարծում։ Չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Անկախ ամեն ինչից զրուցակիցներս կարևորում են վեհափարի դիրքորոշումը։ Կարևոր է, որ մայրաթոռը չտրվի սադրանքներին ու շարունակի կատարել իր ազգապահպան ու ազգային գործունեությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փետրվարի 2-ից 3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, որին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար Վաշինգտոն է մեկնել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը ներկայացնելու է եկեղեցու սրբազանների, կաթողիկոսի եւ Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ել ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները, թե սրբազան հայրերի նկատմամբ, թե վեհափար տիրոջ նկատմամբ, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, սրանք բոլորը ի վերջո հանդիսանում են նաև հենց կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ։ Իհարկե նաև կրոնական ազատությունների տեսանկյունից հնարավոր չէ չնշել նաև այն ամենը, ինչ մենք ունենք այս պայդրությամբ Արցախում։ Այն է, որ ունենք եկեղեցիներ, վանքեր, որտեղ նվազագույն կրոնական ազատության իրացման հնարավորություն չունենք։ Իսկ ինչ է կատարվում եկեղեցում զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելուց հետո, ինչով էին զբաղվում գնդերեցները զորամասերում եւ ինչպես է փոխվելու զինվորի առօրյան նրանց հեռանալուց հետո, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը մի քանի նպատակ ունի։ Հոգևորականներից տերպսակ եւ վանանդ քահանաներն ընդգծում են, հակաեկեղեցական արշավի շարունակությունն է արդեն բանակում։ Միգուցե նոր հոգևոր առաջնորդ նշանակվի իրենց կողմից եւ իրենց քահանաների հետ մեկտեղ բերեն իրենց ծառայությունը բանակում, որը ցավալի կլինի միանշանակ։ Սա կնշանակի, որ քաղաքականացնում են բանակը, ասում է Տեր Վանանդը։ Հիշեցնում է, մինչ լուծարումը փորձել են ճնշել գնդերեցներին, ներքաշել մայրաթոռի դեմ տարվող արշավի մեջ։ Երբ դա չի ստացվել, պարզապես դադարեցրել են նրանց գործունեությունը։ Հոգևորականներն ազգային գաղափարախոսություն կրող ու տարածող են բանակում, նշում է Հակոբ Բադալյանը։ Պաշտպանության նախարարի որոշումը նաև այդ գաղափարի տարածման դեմ է, ընդգծում է քաղաքագետը։ Եթե պետական գաղափարախոսությունը, կրկնեմ ճակերտավոր գաղափարախոսությունը, կենցաղապետությունն է եւ մենք դա տեսնում ենք իշխանության վարքագծի բազմաթիվ դրսևորումներով, նաեւ հրապարակային ելույթներով, ապա բնականաբար զինված ուժերը չեն կարող տարբերվել այս
ճակերտավոր գաղափարախոսությունից, ավելին զինված ուժերը այն առանցքային ինստիտուտն են, որոնք պետական գաղափարախոսության կրող են, յուրօրինակ կրող, եւ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող ամբողջապես այդ կենցաղապետություն կառուցելու իր քաղաքականությունը ամբողջապես կառուցել, եթե դրանից դուրս են մնում զինված ուժերը։ Որտեղ հաց, այնտեղ կաց, պարգևավճարի, կենցաղապետության շուրջ ձևավորված մտածողությունը ըստ Բադալյանի հիմա առանց հակակշռի է մտնում բանակ։ Գնդերեսներն էին այդ հակակշիռը։ Տեր-Պսակ Քահանան էլ հիշում է, հոգևոր դասերով, զրույցներով միջանձնյա հարաբերություններ էին հարթում, խոսում Արցախյան պայքարից օրինակներով։ Շատ ու շատ արատավոր երևույթներ մեր գնդերեսների միջոցով կանխվել են։ Ընդհանուր ինքնասպանության դեպքերի կանխում է եղել, ինքնավնասման դեպքերի կանխարգելումներ են եղել։ Եթե մարդիկ, ովքեր այսօր ցավի սիրտ որոշումներ են կայացնում, կարող են հետաքրքրվել, թե գնդերեսները ինչպիսի ճանապարհ են անցել։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցվում է համապետական ընտրությունից 4 ամիս առաջ։ Որքանով կապ ունի սա, Բադալյանն է մեկնաբանում։ Թե եկեղեցու դեմ նախաձեռնած process-ը եւ թե նաեւ այդ պետության փաստացի դե ֆակտո ապագաղափարականացումը Նիկոլ Փաշինյանը բնականաբար դիտարկում է նաեւ որպես մի հանգամանք, որը պետք է ծառայի նախընտրական խնդիրներ լուծելու։ Եվ այս տեսանկյունից բնականաբար նախընտրական մոտիվացիան այստեղ եւս առկա է, բայց դա կարճաժամկետ մոտիվացիան է։ Որոշումը փոխում է բանակում ձևավորված մի ամբողջ համակարգ ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական ու մարդկային շփումների միջավայրը։ Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է։ Այս օղակը դուրս է բերվում համակարգից, փոխարենը այլ մեխանիզմներ են կիրառվելու։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Եթե մեծահասակների համար օնլայն միջավայրը աշխատանք է կամ ժամանց, ապա երեխաների համար այն հաճախ դառնում է կախվածություն, ռիսկ եւ երբեմն վտանգ։ Ռուսաստանում Roblox խաղի արգելափակումից հետո Վլադիմիր Պուտինը մեկ շաբաթում ստացել է 63000 նամակ 8-ից 16 տարեկան երեխաներից, որոնք խնդրում էին չարգելափակել խաղը։ Մինչդեռ Հայաստանում այն ամենատարածված խաղերից մեկն է, բայց դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ նույնիսկ ուսումնասիրություն չկա։ Ինչ վտանգներ են թաքնված այս հավելվածի օնլայն խաղերում եւ ինչ խնդիրների հետ են բախվում ծնողները, Սեդակ Յուրեղյանն է պարզել։ Ռուսաստանում Roblox-ի արգելափակումից հետո Վլադիմիր Պուտինը 63000 նամակ ստացավ մեկ շաբաթում։ Նամակները գրել էին 8-ից 16 տարեկան երեխաներ։ LGBT պրոպագանդայի, ռիսկային բովանդակության մեղադրանքներով Roblox-ը Ռուսաստանում դեռ անհասանելի է, իսկ Հայաստանում այն 4-րդ ամենաներբեռնված հավելվածն է եւ անգամ միասնական ուսումնասիրություն չկա հավելվածի վտանգների մասին։ Հայաստանի խնդիրներից մեկը նա որ ոչ մի հետազոտություն չկա։ Այսինքն մենք չգիտենք ինչա կատարվում մեր երեխեքի հետ։ Եվ այն բոլոր մտահոգությունները հիմնված են ինչ-որ լեգենդների վրա, եւ կարող է կան խնդիրներ, որոնց մասին մենք չգիտենք, իսկ այն խնդիրները, որոնք մենք քննարկում ենք, ուղղակի Հայաստանում գոյություն չունեն։ Նազելիի որդին բազմաթիվ երեխաների նման խաղային կախվածություն ունի։ Առողջական խնդիրը վերահսկելու համար ծնողները նրան պլանշետ են տվել։ Արդյունքում տղան հայտնվել է օնլայն խաղերի թագարթում։ Ագրեսիվ է դարձել, ախորժակի կորուստ, ուշադրության կենտրոնացման, ինքնասպասարկման խնդիրներ ունի։ Փորձում են հաղթահարել տարբեր միջոցներով։ Խմբակներ, դասեր, քայլել, զբոսանք, ինչը որ հնարավոր է, ամեն ինչ, որպեսզի իրանք չներգրավեն խաղերի մեջ։ Երբ որ սկզբից սկսում էինք այդ ամեն ինչը, երեխային ոչինչ չէր հետաքրքրում։ Այսինքն այդ խաղերը իրանք թմրանյութի նման հավասար բաներ են, որ երեխան կարա գիշերը քնած ժամանակ վատ երազներ տեսնա, երազներից քունը խանգարվի, ցերեկը դու ժամերով տանջվես խաղերի պատճառով ախորժակի կորուստելա նույնիսկ լինում։ Հունվարի 29-ին Մխիթար Հայրապետյանի գրառումից հետո ծնողներ, մանկավարժներ հյուրընկալվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկելու Roblox-ի, Brawl Stars-ի, PUBG-ի եւ օնլայն այլ խաղերի վերաբերյալ մտահոգություններն ու լսելու նախարարի առաջարկները։
Քննարկման ընթացքում ներկայացվել են փաստարկներ, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ եւ լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն եւ ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրի հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարևոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։ Նախարարությունում քննարկեցին եւ որոշեցին չարգելափակել խաղերը։ Հանդիպանը ներկա Սամվել Մարտիրոսյանն ասում է, արգելափակումը լավագույն լուծումը չէ։ Մեծ գումարներ են ծախսվելու անիմաստ, մինչդեռ համացանցը հեղեղված է նմանատիպ այլ խաղերով։ Արգելքով դու ենթադրենք երեխաները չեն կարողանում մտնել այդտեղ, որովհետեւ իրականում հենց որ VPN քաշեն, հանգիստ կարողանան մտնել։ Բայց ենթադրենք երեխաները այդ տեխնիկական լուծումը չգիտեն եւ Roblox-ը արգելափակվել է։ Ինչ արենում, իրանք գնում են սկսում են ուրիշ խաղ խաղալ։ Այդ է սպակում, հետո մյուսն են սկսում խաղալ, դուք հասկանում եք, որ խաղային պլատֆորմների քանակը անվերջ է այսօր։ Հափշտակությունները եւ կախվածության առաջացումն ամենատարածված խնդիրներն են օնլայն խաղերում։ Ստեղծարարները Telegram-ով կապվում են երեխաների հետ, առաջարկում բոնուսներ ու նվերներ, դրա դիմաց պահանջում անձնական ու բանկային տվյալներ։ Որոշ երեխաներ տրամադրում են ծնողների քարտի տվյալները, առանց նրանց տեղյակ պահելու։ Նազելին եւս զբաղվել է այս խնդրին։ Բախտը բերել է այդ պահին երեխայի մոտ է եղել։ Roblox-ի միջոցով իմ երեխայից փորձել էին ճշտել մեր տան հասցեն, որտեղ են աշխատում ծնողներդ, ինչ ազգության երեխա ես դու, քո տարիքը, ասենք, եթե ես այդ պահին երեխայի կողքին չլինեի, ես չգիտեի էլ ինչ ինֆորմացիա իրանք կհարցնեին։ Օնլայն խաղերի հարցում մտահոգությունները ցույց են տալիս համակարգային բացերը։ Մասնագետի պնդմամբ դրանց համապարփակ ուսումնասիրությունը պետք է դառնա կառավարության առաջնահերթություններից մեկը։ Իսկ մինչ պետությունը կգտնի լուծումներ, հազարավոր երեխաներ շարունակում են խաղերից կախվածություն ունենալ եւ ստեղծարարների զոհ դառնալ։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Աշխարհաքաղաքական վիճակը ավելի քան լարված է։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Նրա խոսքով, եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե պատրաստվում է ներխուժել Գրենլանդիա, այլ ուզում է գնել այն։ Ես երբեք մտադրություն չեմ ունեցել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդը։ Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը։ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը, կատակել է Թրամփը։ Շատ լուրջ հարցերի վերաբերյալ կատակից հետո Թրամփը կոչ է արել ձերբակալել Բարակ Օբամային։ Թրամփը պնդում է, որ հրապարակվել են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Օբաման 2016-ի ընտրության ժամանակ ակտիվորեն համագործակցել է ռուսների հետ եւ կեղծ տեղեկություններ է հրապարակել իր մասին, իր նկատմամբ ամերիկյան վստահությունը խաթարելու համար։ Եվ վերջում Մոսկվայի երկնքում 3 լուսին է հայտնվել։ Դա իրականում օդի սառցե բյուրեղներում լույսի բեկման հետևանքով առաջացած պատրանք է։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։